Կցանկանայի ձեզ փոխանցել, թե ինչի մասին է Աստված խոսում մեզ հետ վերջին ժամանակներում։ Մենք արդեն շատ անգամներ կարդացել ենք, եւ երևի դուք կհիշեք այս խոսքը, երբ Տեր Հիսուսն ասում էր. ամենից առաջ Աստծո արքայությունը փնտրեք եւ նրա ճշմարտությունը, եւ մնացած ամեն ինչը ավելիով կտրվի ձեզ։ Եվ ինչ է տեղի ունենում։ Չնայած այս խոստմանը, մարդկանց կյանքում միայն խնդիրներ են։ Խնդիրներ իրենց ֆինանսականում, խնդիրներ ընտանիքում, խնդիրներ անձնական կյանքում։ Եվ մարդիկ, երբ կարդում են այս խոսքերը, որ ամենից առաջ պետք է Աստծո արքայությունը եւ նրա ճշմարտությունը փնտրեն, իսկ մնացած ամեն ինչը կտրվի նրանց, այդպիսի մարդիկ պետք է հասկանան, որ այստեղ Հիսուսը ավելի շատ կարևորացնում է Աստծո արքայություն մտնելը, որպեսզի երբ մարդը կմտնի Աստծո արքայություն, դրանից հետո ինչի կարիք որ նա ունի, կտրվի նրան։ Եվ կցանկանայի, որ դուք շատ լավ հասկանաք այն, ինչ որ պետք է փոխանցեմ ձեզ։ Եկեք միասին մտածենք. ինչ է Աստծո արքայությունը։ Ինչ է դա, որպեսզի մարդը փնտրի եւ կարողանա մտնել։ Դուք ինքներդ ինչպես եք մտածում։ Ինչ է Աստծո արքայությունը։ Եթե դուք ասում եք. լավ, ես էլ կփնտրեմ Աստծո արքայությունը, եթե այդպես է գրված, ուրեմն կանեմ։ Բայց ինչ է դա։ Որտեղ պետք է փնտրեք, ինչ պետք է անեք։ Երբ Հիսուսը խոսում է Աստծո արքայության մասին, նա խոսում է հոգևոր արքայության մասին։ Այդ արքայությունը, կրկնում եմ, միայն հոգևոր արքայություն է։ Ո՞վ է այնտեղ ուղղորդում։ Ո՞վ է այնտեղի արքան։ Դա հենց Աստված է։ Աստված Սուրբ Հոգու միջոցով կառավարում է այդ արքայությունը։ Ուրեմն նա, ով կառավարում է այդ արքայությունը, ով առաջնորդում է, դա Սուրբ Հոգին է։ Մենք կարող ենք այսպես ասել. ինչպես որ իհարկե խոսքում գրված է, երբ մարդը մտնում է Աստծո արքայության մեջ, նրա կյանքում, բոլոր ոլորտներում, ամեն ինչ սկսվում է բարելավվել։ Իսկ եթե մարդը Աստծո արքայության մեջ չի գտնվում, նա իր կյանքում շատ խնդիրներ կունենա։ Իհարկե մենք բոլորս էլ ունենք խնդիրներ։ Բայց այն մարդիկ, ովքեր Աստծո արքայության մեջ չեն գտնվում, այդ խնդիրների պատճառով նրանք տառապելու են։ Նրանց կյանքը մղձավանջի է վերածվելու։ Չնայած այդ ամենին, նրանք միևնույն է ընդունում են Հիսուսին։ Այդպիսի մարդիկ ասում են. այո, ես հավատում եմ։ Երբ որ եկեղեցում հարցնում են. ով է ընդունում Տեր Հիսուսին որպես իր փրկիչ, այդպիսի մարդիկ միանգամից վազում են, միանգամից գնում են եւ ասում են. ես ընդունում եմ։ Բայց եկեք մտածենք. ինչ է նշանակում ընդունել իրականում Հիսուսին։ Մի անգամ, երբ Հիսուսին հարցրեցին Աստծո արքայության մասին, ինչ պատասխանեց նա։ Նա այսպես ասաց. Աստծո արքայությունը ձեր մեջ է գտնվում, բայց մարդիկ չհասկացան այդ ժամանակ։ Եկեք մի բան ճշտենք. Աստծո արքայությունը դա եկեղեցին չէ։ Ֆիզիկական եկեղեցին դա ուղղակի կազմակերպություն է, որը հնարավորություն է տալիս այն անկեղծ մարդկանց, ովքեր Աստծուն են փնտրում, որպեսզի նրանք Աստծո արքայության մեջ մտնեն։ Բայց եթե դուք չեք մտել դեռ Աստծո արքայություն, դուք Սուրբ Հոգուն դեռ չունեք։ Եվ դուք դեռ Աստծուն չեք ճանաչում։ Եվս մեկ բան, որպեսզի դուք Աստծո արքայություն մտնեք։ Դուք պետք է մարմնավոր լինեք, թե հոգևոր։
Եվս մեկ անգամ կրկնում եմ հարցը. պետք է մարմնավոր լինեք, թե հոգևոր, հոգի թե մարմին։ Եվ ինչու մարմնավորը չի կարող Աստծո արքայություն մտնել, որովհետև այդ թագավորությունը, այդ արքայությունն, ինչպես որ ասացի, հոգևոր է։ Եթե արքայությունը հոգևոր է, ուրեմն այդտեղ միայն հոգևոր մարդը կարող է մտնել։ Եվ այդ արքայության մեջ Սուրբ Հոգին առաջնորդում է այդ մարդկանց։ Նրանց, ովքեր մկրտված են Սուրբ Հոգով։ Եվ նույնպես Աստծո արքայություն մտնելու համար պետք է հիշեք, որ այդ դուռը, որի միջով պետք է անցնեք, Հիսուսն է։ Աստծո արքայություն մտնելու ոչ մի այլ ճանապարհ գոյություն չունի։ Դա կրոնի հետ ոչ մի կապ չունի։ Աստծո արքայության մեջ դուք կրոնով չեք կարող մտնել։ Եվ Աստծո արքայությունը մարդու ներսում է գտնվում, որտեղ որ մարդը գնում է։ Ինչով որ զբաղվում է։ Աստծո արքայությունը նրա հետ է։ Կարևոր չէ, թե ինչ խնդիրների առաջ է կանգնած։ Կարևոր չէ, թե ինչ իրավիճակում է գտնվում այդ մարդը։ Աստծո արքայությունը նրա ներսում է, նրա հետ է այդ ժամանակ։ Կարևոր չէ, թե ինչ փորձությունների, դժվարությունների և իրավիճակների միջով կանցնի այդ մարդը։ Այդ ամենն ընդհանրապես կարևոր չէ։ Եթե նա Աստծո արքայության մեջ է գտնվում, Աստված էլ նրա ներսում է գտնվում, ուրեմն այդպիսի մարդուն ոչ ոք չի կարող հաղթել։ Հենց դա էլ նշանակում է, որ մարդն Աստծո արքայությունից է, Աստծուց է։ Երբ նա գտնվում է Աստծո արքայության մեջ, և Սուրբ Հոգին գտնվում է նրա մեջ։ Նրանք, ովքեր ունեն Սուրբ Հոգուն, լրիվ այլ կյանքով են ապրում։ Նրանք միշտ տարբերություն են ցույց տալիս։ Դա շատ կարևոր է և միշտ պետք է լինի։ Ով որ մկրտված է Սուրբ Հոգով, նա միշտ առանձնանում, տարբերվում է նրանցից, ովքեր մկրտված չեն։ Դուք ովքեր լսում եք այս խոսքը, նրանք ովքեր հիմա գտնվում են ծառայությանը, դուք չեք կարող Աստծո արքայությունը տեսնել հիմա իմ ներսում։ Դա անտեսանելի է, դա հոգևոր է։ Բայց եթե դուք իմ հետ ապրեք, եթե ինձ տեսնեք առօրյայում, այդ ժամանակ դուք կտեսնեք Աստծո արքայությունը իմ գործերի միջոցով, իմ կյանքում։ Դուք կտեսնեք, որ իրապես տարբերություն կա։ Նրանք, ովքեր մկրտված են Սուրբ Հոգով և ովքեր մկրտված չեն, նրանց միջև շատ մեծ տարբերություն կա։ Ովքեր որ մկրտված են Սուրբ Հոգով, նրանց պահվածքը և բնավորությունը համապատասխանում է Աստծո կամքի հետ։ Եկեք հիմա միասին կարդանք այն խոսքը, որը Սուրբ Հոգին Պողոս առաքյալի միջոցով է տվել։ Այստեղ շատ ուժեղ է։ Եփեսացիներին 2-րդ գլուխ և խոսք 3-րդ։ Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում ենք մեր մարմնական ցանկություններով, մարմնի ու մտքի կամքը կատարելով, և էությամբ բարկության արժանի որդիներ էինք մյուսների պես։ Երբ մենք կարդում ենք այս խոսքը, այդ տարբերությունը պետք է երևա։ Առաջ մենք այսպիսին էինք։ Մենք այն մարդկանցից էինք, ովքեր հետևում էին իրենց մարմնական ցանկություններին։ Բայց երբ մարդը Աստծո մոտ է գալիս, դրանից հետո պետք է երևա այս տարբերությունը։ Իհարկե ոչ ոք սուրբ չի ծնվում։ Ոչ ոք չի ծնվում և արդեն Սուրբ Հոգուն ունի։ Մենք բոլորս ծնվում ենք արդեն մեղքի մեջ, սխալներով։ Մեկ պատահար պատմեմ և դուք կհասկանաք։ Վերջերս ես զրուցում էի մարդկանց հետ, և նրանք պատմում էին։ Մեկ կին 2 տարեկան աղջիկ ունի։ Վերջերս նա ևս մեկ երեխա է ունեցել։
Եվ երբ նա կերակրում է այդ երեխային, նրա 2 տարեկան երեխան նախանձելով սկսում է հարվածել իր մորը։ Նախանձում է, որովհետև իր մայրը մյուս երեխային է կերակրում։ Նա դեռ փոքր երեխա է, 2 տարեկան է, բայց նրա ներսում արդեն երևում է այդ մարմնական բնույթը։ Ուրեմն գոյություն չունեն ոչ մարդիկ, ոչ երեխաներ, ոչ ոք, ովքեր կծնվեին սրբության մեջ, ովքեր կծնվեին եւ արդեն սուրբ կլինեին։ Նրանց մոտ ամեն ինչ լավ կլիներ, ոչ։ Մենք բոլորս մեղքի բնույթով ենք ծնվել։ Դուք կարող եք կրոնավոր լինել, կարող եք հավատացյալ լինել, կարևոր չէ թե ով եք դուք, ինչպիսին է ձեր ընտանիքը։ Երբ մարդը նոր է ծնվում, նա իր ներսում այդ մեղքի բնույթն է կրում։ Երբ որ նա մեծանում է, արդեն որոշումը նրանն է, փոխվի թե ոչ։ Ադամից ու Եվայից հետո ոչ կրոնը, ոչ հավատը, ոչինչ չի կարող փոխել այդ իրավիճակը։ Երբ մարդը ծնվում է, նա մեղքով է արդեն ծնվում։ Այդ սկիզբը ոչ ոք չի կարող հիմա փոխել։ Միայն եթե այդ մարդը կմեծանա, կհասկանա, կգիտակցի եւ կցանկանա ճանաչել Աստծուն, այդ ժամանակ նրա կյանքը կարող է փոխվել։ Բայց մարդու կյանքի սկիզբը, այդ ծնվելու պահը, մեղքի բնույթը այդ պահին ոչ ոք չի կարող փոխել։ Եվ ինչ է նշանակում կյանքն Աստծուն տալ, մահանալ այս աշխարհի համար եւ ապրել Աստծո համար։ Պետք է, որպեսզի մարդու ներսում մահանան իր անձնական ցանկությունները, իր մարմնի ցանկությունները։ Եթե մարդը դեռ մեղքի համար մահացած չէ, նա չի կարող Աստծո արքայություն մտնել։ Դուք կարող եք լսել դրա մասին, կարող եք ինչ-որ բան հասկանալ, գիտելիք ունենալ, բայց չեք կարող մտնել Աստծո արքայություն։ Բայց եթե ուրանաք ձեր անձը, հրաժարվեք ձեր մարմնական ցանկություններից, որովհետև պետք է թողնել ամեն սխալ բան։ Եթե ուզում եք Աստծո արքայության մեջ մտնել, պետք է ամեն սխալ բան բաց թողեք եւ սկսեք անել այն, ինչ որ ճիշտ է։ Պետք է սկսեք հնազանդվել Աստծո խոսքին։ Տեր Հիսուսն այլ խոսքերով այսպես է ասել. «Ով ինձ սիրում է, լսում է իմ խոսքերը եւ կատարում է»։ Հենց դա է նշանակում սիրել Աստծուն։ Ուրեմն, եթե մարդը ընդունում է Տեր Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ, նա անպայման պետք է սկսի այլ կերպ ապրել։ Եվ ամեն բան կախված է ձեզանից։ Եթե դուք անկեղծ եք, Աստված գալիս է ձեր կյանք։ Եթե դուք փնտրում եք, եթե անկեղծ եք, Աստված հենց հիմա կարող է իջնել ձեզ վրա եւ փոխել ձեր կյանքը։ Սուրբ Հոգին, Աստծո արքայության առաջնորդը, կարող է իջնել ձեզ վրա եւ այդ ժամանակ դուք կկոչվեք Աստծո որդին, Աստծո աղջիկը։